Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Ալիևի ախորժակը մեծանում է, խաղաղության պայմանագիր չի ստորագրում, փոխարենը պահանջներ է հնչեցնում։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է անդրադարձել Ադրբեջանի գործելավոճին։ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը եւ Նիկոլ Փաշինյանի պահվածքը վերջին հարցուպատասխանի ժամանակ դրա ամենավառ ապացույցն էին։ Այստեղ արդեն խոսքը չի գնում միայն Արցախի վերաբերյալ, որովհետև ինչքան զիջում կար այս իշխանությունները արել են։ Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կրկնում եմ նոր պահանջներ է ներկայացրել։ Օրինակ, Արցախյան պատերազմի մասնակիցների արտահանձնումը Ադրբեջանին։ Եթե այդ պահանջը սկզբից ուղղակի ցանկ էր եւ պահանջ էր, հիմա չեմ բացառում, որ որոշակի ժամկետ նույնիսկ դրված լինի։ Բացարձակապես չեմ բացառում։ Ադրբեջանը կրակահերթով տրամադրություններ է ստուգում, ինչ որ փուլում սադրանքի գնալու համար, կարծում է, պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը։ Նրա խոսքով Բաքվից հատկապես վերջին շրջանում շատ վտանգավոր հայտարարություններ են հնչում։ Ադրբեջանը սպառնում է, սա ըստ էության սպառնալիքի էլեմենտները առայն, որ Հայաստանի կողմից իրենց պատկերացումների շրջանակների ժամկետում չիրականացնելու պարագայում, այսինքն այդ պահանջները չիրականացնելու դեպքում Ադրբեջանը կարող է առողջինչ համարել բանակցային այն փաթեթը 17 կետից բաղկացած, որը միջև այս բանակցել է։ Եթե Բաքուն այս մոտեցումները շարունակի, իշխող ուժն ակնկալում է միջազգային հանրության հավելյալ արձագանքը, պատգամավոր Արման Եղոյանի խոսքով Բաքուն այս փուլում կառուցողական չէ։ Ադրբեջանի մոտեցումները իհարկե կառուցողական չեն այս փուլում, բայց դրանք չեն նսեմացնում մեր ջանքերը եւ մեր ձեռքբերումները խաղաղության համաձայնագրի բանակցությունների տեքստում։ Այդ տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել։ Բանակցությունները տևել են արդեն ինչքան 3 տարի են տևել բանակցությունները եւ ես կարող եմ ասել, որ այդ տեքստում ես առանց չափազանցության կասեմ, ամեն ստորակետի շուրջ շատ տևական քննարկումներ են եղել Հայաստանում համապատասխան մարմիններում եւ բոլոր հնարավոր կողմերից մենք բոլոր տողերը եւ բառերը դրել եւ վերցրել եւ վերլուծել ենք, համեմատելով նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների հետ եւ այսօր հասել ենք այդ արդյունքին։ Գյումրին պատրաստ է, Ալեն Սիմոնյանը ցույց է տվել կենտրոնը, որտեղից օնլայն հետևելու են ընտրական գործընթացին։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի գյումրեցիներ, սենց մի հատ տեղ կա Գյումրիում, որը որ զբաղվելու է ընտրությունների ժամանակ այն գործով, որ տեղամասերում հետևելու է քվեարկության process-ին եւ հաշվարկին, որպեսզի որևիցե մի ձայն, որևիցե մի անօրինական բան տեղի չունենա։ Կրակոցներ Լոռիում դիմակավորված 20 անձ մտել է Փիրուզի հանք հանքաքար գողանալու։ Ոստիկանության տարածքից հեռանալու կոչերին չարագործներն արձագանքել են, թե իրենք հրազենով են։ Ոստիկանն իրեն ամրակցված Մակարով ատրճանակից 2 անգամ նախազգուշական կրակոց է արձակել։ Նախաքննության շահերից ելներով հանգամանքները չեն հրապարակվում։ Հոր ընկերոջ բակում անզգուշաբար արձակված կրակոցից վնասված կծածած 7-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց, դեպքը տեղի է ունեցել Տավուշում։ Հզոր երկրաշարժը եղել Մյանմարում, ստորգետնյա ցնցումները զգացվել են Բանգլադեշում, Հնդկաստանում, Լաոսում եւ Չինաստանում։ 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով երկնաքերեր են փլուզվել։ Մարդկանց տարհանել են բարձրահարկերից, մետրոն դադարեցրել է աշխատանքը, Թայլանդի օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը։
Իրանն ԱՄՆ-ին է փոխանցել Թրամփի նամակի պատասխանը։ Սպիտակ տան ղեկավարն իր նամակում պնդել է միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Թեհրանը բացառում է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, քանի դեռ պահպանվում են առավելագույն ճնշման քաղաքականությունն ու սպառնալիքները։ Ըստ Արաղչիի, անուղղակի բանակցությունները կարող են շարունակվել այնպես, ինչպես նախկինում է եղել։ Starlink-ը պաշտոնապես Հայաստանում է։ Սոցցանցում ԲՏԱ նախարարը վստահեցրել է, որ Հայաստանում գործելու է արագ, հուսալի արբանյակային ինտերնետ, քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղեր եւ դժվարամատչելի շրջաններ։ Starlink-ի սեփականատեր Իլոն Մասկն էլ գրել է, որ Հայաստանը 130-րդ երկիրն է, որտեղ հասանելի է գերարագ ինտերնետ ծառայությունը։ Հրիմում մզկիթի հրկիզում նախապատրաստող նեոնացիստ է ձերբակալվել։ Նա անմիջական մասնակցություն է ունեցել այսպես կոչված ուղիղ ազդեցության ակցիաներին, տեղի բնակիչներին էլ մոլոտովի կոկտեյլներ եւ այլ իրեր է փոխանցել անօրինական գործողություններ կատարելու համար։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է. հունվարի 30-ին ԲՏԱ նախարարը գրառում էր արել, որ Մխիթար Հայրապետյանն ընդունել է հնդկական Micron Instruments ընկերության տնօրեն եւ սեփականատեր Վիկրամ Սանգալի եւ GTB Holding-ի նախագահ եւ սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են ներդրումային հնարավորությունները Հայաստանում նոր արդյունաբերական արտադրություն հիմնելու նպատակով։ Մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը Հայաստանում զենքի արտադրության մասին է։ Micron ընկերությունը պարզվում է մեծ դրամաչափի հրետանիներ է արտադրում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների համար։ Այս գործարարն էլ աշխատելու ԱՄՆ հովանավորության ներքո։ Երեկ Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ հանդիպել է նաև ԱՄՆ դեսպանը, որի մասին հաղորդագրություն էլ կար։ Դեսպանն այցելեց Արարատի GTB Steel գործարան, որը հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարան է։ Այս գործարանը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ եւ նորարարական գործընթացներ, ներկայացնելով Միացյալ Նահանգների առաջատար դերը նորարարության եւ տեխնոլոգիաների ոլորտում։ Մեր աղբյուրներն ասում են, որ Գրիգոր Տեր-Ղազարյանը երեկ եղել է նաև պաշտպանության նախարարությունում, նրա մեքենաների աչք ծակող ավտոշարասյունը տեսնողներ են եղել ՊՆ-ում։ Ստացվում է, որ Փաշինյանը ոչ միայն կասկադի շինարարությունն է վստահել Տեր-Ղազարյանի ընկերությանը, այլև ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող զենքի արտադրությունը։ Պարզ չէ, նման ծրագրերով իշխանությունը ինչի է ուզում հասնել։ Մեզ ասացին, զենքը պատրաստվում են վաճառել նաև եվրոպական տարբեր երկրների։ Հրապարակում կարդում ենք Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելուց առաջ հրավիրված ՔՊ փակնիստը մեր տեղեկություններով թեժ է եղել։ Գլխավոր դատախազի միջնորդությունը 2 օր քննարկելուց եւ հաստատքները լսելուց հետո որոշ կպականներ դեմ են արտահայտվել փակնիստում։ 1.5 ժամանոց նիստում իրավական թույլ հիմքերի մասին խոսել են Վլադիմիր Վարդանյանը, Վիլեն Գաբրիելյանը, Լուսինե Բադալյանը, Պապ Կենթունյանը, Արման Եղոյանը եւ ուրիշներ, չնայած դեմ կարծիքներին մեծամասնությունը շեֆի հրահանգով ելույթներ է ունեցել, ձևական ֆրազներ ասել, թե պետք է հնարավորություն տալ, որ քննություն իրականացվի եւ պարզվի իրականությունը։ Ժողովուրդ օրաթերթը անդրադարձել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գործունեությանն ու հատկապես նրանց նախաձեռնությամբ իրականացվող կադրային կասկածելի որոշումներին։ Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարի աշխատանքից ազատվել էր առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի երկարամյա փոխտնօրեն Գայանե Սահակյանը։ Առողջապահության համակարգում Գայանե Սահակյանը համարվում է արհեստավարժ կադր։ Նա մեծ ներդրում է ունեցել հանրային առողջապահական վարակիչ հիվանդությունների կանխարգելման կազմակերպման, այդ թվում տասնամյակներ շարունակ բնակչության շրջանում պատվաստումների արդյունավետ իրականացման գործում։ Մինչև այդ 2024 թվականի սկզբին նախարար Անահիտ Ավանեսյանի ու Լենա Նանուշյանի թեթև ձեռքով աշխատանքից ազատվել էր նույն կենտրոնի գլխավոր տնօրեն Արտյոմ Վանյանը, որը նույնպես մեծ ավանդ ունի Հայաստանի Հանրապետությունում համաճարակաբանության զարգացման մեջ։ Հանրապետության այս կարևորագույն կենտրոնում Վանյանին փոխարինել էր Ավանեսյանի եւ Նանուշյանի հովանավորյալ Ստեփան Աթոյանը, որն էլ սկսել է իրականացնել կադրային ջարդ, սկզբում աշխատանքից ազատելով հենց Գայանե Սահակյանին։ Օրեր առաջ հանրային աղմուկի մասին լսումների ժամանակ երկրի բարձրագույն ամբիոնից ազգային ժողովից Ստեփան Աթոյանն իր ելույթում 2 բոլորովին տարբեր հորմոններ կորտիզոլն ու ադրենալինը համարեց նույնը բառացիորեն ասելով հետևյալ միտքը. կորտիզոլ, որը նույն ինքը բոլորից հայտնի ադրենալինն է։ Ցանկացած երկրում սա բժշկական կրթություն ունեցող տնօրենի համար վերջին խայտառակությունը կլիներ եւ պաշտոնը լքելու հիմնավոր պատճառ, բայց չեղավ։ Նա շարունակում է պաշտոնավարել այդ խայտառակությունից հետո։
ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը։ Գնդակը կպել է գլխին, երեխան տեղում մահացել է։ Դեպքի ժամանակ մայրը տանը չի եղել, իսկ հայրը քնել է ատրճանակը թողնելով սեղանին։ Նա մեղադրվում է առաջին աստիճանի սպանության և ապօրինի զենք պահելու համար։ Չինաստանում էլ երեխան 1 օր անցկացրել է բաց ծովում, 10 տարեկան տղային հայտնաբերել են ձկնորսները, երեխան միայնակ գնացել էր կաղամար որսալու, սակայն ուժեղ քամին նավակը ափից 30 կիլոմետր հեռացրել է, տղան ուժեղ այրևայրույք է ստացել։ Ինքնաթիռը թռիչքից 2 ժամ անց վերադարձել է օդանավակայան, քանի որ ուղևորներից մեկը կորցրել է հեռախոսը։ Միջադեպը տեղի է ունեցել Փարիզից Գվադելուպա թռիչքի ժամանակ։ Որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներով։ Հեռախոսը կարող էր լինել հրդեհավտանգ վայրում։ ԱՄՆ-ում ընտանիքն ավիավթարից հետո ողջ է մնացել 12 ժամ նստելով Սառած լճի կենտրոնում ընկած ինքնաթիռի թևին։ Որոնողական աշխատանքները սկսվել են անմիջապես, սակայն աղետի ազդանշանի բացակայության պատճառով կործանված ինքնաթիռի հայտնաբերումը հեշտ չի եղել։ Փրկարարներն ընտանիքին գտել են բջջային հեռախոսային ազդանշանի շնորհիվ։ Ինքնաթիռի ղեկին եղել է հայրը, 2 անչափահաս երեխաները եղել են խցիկում։ Հյուսիսային Կարոլինայի բնակիչն արջին իր տարածքից հեռացնելու ձև է գտել։ Նա ինքն է հագել արջի շորերը և դուրս եկել բակ։ Փոքրիկ տղային հաջողվել է ճաղավանդակներից մուտք գործել սպիտակ տան տարածք։ Նրան հայտնաբերել են անվտանգության աշխատակիցները։ Կինոն այլևս ինձ համար չէ, Ժերար Դեպարդիեն հայտնել է թոշակի անցնելու մասին։ 76-ամյա դերասանը հայտարարություն է արել իր դատավարության ժամանակ։ Դեպարդիոն մեղադրվում է 2 կնոջ նկատմամբ սեռական ոտնձգության համար։ Դերասանը կարող է 5 տարի անցկացնել ճաղավանդակի հետևում։ Եղանակ, տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանն էլ բարձրանում է։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարն ու բաժանորդագրվում։